Բարձր սիրելի հայրենակիցները թվում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն մայիսի 8-ն է եւ ամենասկզբից միանգամից խնդրեմ, քանի որ YouTube-ի մեջ լինում են պահեր, երբ որ դիտումները միանգամից նվազում են կամ մեծ արագությամբ մեր հաղորդումները տարածվում են, երեք ես նկատեցի, որ նվազման պահն է եկել, կան օրեր, երբ նվազում են, ինչպես նշում եմ, կան օրեր, երբ որ շատ ակտիվ դիտումներ են գրանցվում։ Հետևաբար ձեր լայքերը դրա համար շատ կարևոր են եւ բաժանորդագրումները նույնպես, մեկնաբանությունները նույնպես, սիրելի հայրենակիցներ, որպեսզի մեր յուրաքանչյուր հաղորդում ավելի մեծ տարածում գտնի, քանի որ ոչ բոլորն են բաժանորդագրված կամ ոչ բոլորն են զանգակը դրել, դրա համար մեկ-մեկ YouTube-ը այդ ձևը իրեն պահում, իրենց ալգորիթմներն են, հնարավոր է կողքից էլ ազդեցություն գործում են YouTube-ի վրա, ալգորիթմների վրա, որպեսզի այստեղ կատավական պատերազմում գրանցեն հաջողություն։ Ես փորձել եմ ճշտել նման բան գոյություն, դրա համար չափազանց կարևոր են ձեր լայքերը, որպեսզի մենք կարողանանք հաղթահարել այդ խնդիրները։ Հիմնական թեման Իրանն է, որքան հասկացաք, բայց Իրանից առաջ մենք ունենք կարևոր թեմա խոսելու, դա Հայաստանն է։ Երեք մենք տեսանք հարց-պատասխանը Սամվել Կարապետյանի, Նարեկը հետաքրքիր հարցեր էր տալիս, եւ մենք բոլորս ականատես եղանք շատ հետաքրքիր պատասխանների Սամվել Կարապետյանի կողմից։ Այն հայտարարությունը, թե հապկի մասով ինչ անեմ, քֆուր տամ հապկին, դուրդ կգա, ասում եմ մեկ անգամ պետք է ասել, որ ահա այդպիսի հայտարարությունները քաղաքական կատեգորիայի հայտարարություններ չեն։ Միգուցե սովորական խոսակցական ֆորմատի հայտարարություններ են, բայց ոչ քաղաքական եւ ոչ լրագրողների արժեվ։ Դա է իմ համոզումը։ Բայց կարևորը այն է, որ ինքն էլ է հասկանում, որ հապկին քֆուր տալու կարիք կա եւ ինքն էլ է փաստացի դրանով խոստովանում, որ հապկը չի աշխատել։ Իսկ հապկ ասելով մենք հասկանում ենք նաեւ Ռուսաստանը։ Բազմաթիվ էլի հայտարարություններ եղան եւ Սամվել Կարապետյանն ասում է, որ ինքը բարոյական տեսանկյունից նույնպես չի քննադատելու Ռուսաստանի իշխանություններին, սակայն այն իմ մոտ հարց է առաջանում, եթե ինքը Հայաստանի քաղաքացի է եւ Ռուսաստանի, ինչու կարող է քննադատել Հայաստանի իշխանություններին, իսկ քննադատել Ռուսաստանի իշխանություններին չի կարող, չի ուզում կամ բարոյական իրավունքը դրա չունի։ Ես քանի վաղ խոսում եմ եւ դուք էլ տեսնում եք, ես կարծում եմ, որ բոլորը այսօր ազատ ինտերնետում տեսնում են, թե որքան մեծ է արդեն դժգոհությունը Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ, հասարակ քաղաքացիները արտահայտվում են, ճիշտ է ոչ բիզնեսմենները, ոչ այն մարդիկ, ովքեր որ շատ բան ունեն կորցնելու, բայց մենք տեսնում ենք, որ հստակ պատճառներ կան եւ շատ լուրջ պատճառներ կան, ավելի լուրջ պատճառներ, քան Հայաստանում բողոքելու իշխանություններ։ Ռուսաստանում այդպիսի պատճառները շատ են, բայց ցավոք սրտի մենք չենք տեսնում նույն մեր կարողություն, հնարավորություն ունեցող հայրենակիցների մոտ ցանկություն բարեփոխելու նաև Ռուսաստանի Դաշնությունը, որի քաղաքացիները իրենք են։ Իսկ քննադատել բարոյական առումով Ռուսաստանի իշխանություններին որպես հայմար ես կարծում եմ, որ պետք է, եւ ոչ միայն պետք է, այլ պարտադիր է։ Կարող ենք փաստերով, կրկին ժամերով, այստեղ փաստերով ու ժամերով խոսել այն մասին, թե Ռուսաստանը ինչպես պարտավոր էր օգնել մեզ հաստատախտերով, խոստումներով եւ չարեց այդ ամենը։ Սակայն կարևորը նաեւ կարծում եմ այն է, այստեղ որ ես տեսա Նարեկի մոտ մի տեսակ կաշկանդվածություն այդ հարցերի ժամանակ։ Ճիշտ է, ինքը փորձում էր կրկին համարձակ տալ իր հարցերը, ինքը փորձում էր ասել այն ինչ ցանկանում էր, բայց ահա այն ձևով չէր կանգնած Սամվել Կարապետյանի առջև եւ չէր տալիս հարցերը, ինչպես օրինակի համար կանգնում եւ տալիս է իմ անձնական պատկերացումներ, սա Նիկոլ Փաշինյանի դիմաց։ Եվ Սամվել Կարապետյանի պատասխաններից, ոճից, նրա հայտարարության ձևից էլ նույնպես հստակ զգացվում էր, որ տարբերությունը բավականին մեծ է։ Անցյալի, ներկայի, այսինքն տարբեր պատկերացումներ եւ ասոցիացիաներ են միանգամից կոմոդ առաջանում, երբ որ խոսում է Սամվել Կարապետյանը։ Միանգամից սկսում ես համեմատել անցյալի նախագահներին, ներկայիս վարչապետի հետ եւ միանգամից կարծես թե տեսարանը սկսում է ավելի ու ավելի պարզվել։ Մենք տեսանք նաեւ այն, որ Սամվել Կարապետյանը կրկին պնդեց 300,000 ադրբեջանցիների գալու մասով Հայաստան, բայց ասաց, որ ինքը տեղեկություններ չունի պայմանավորվածությունների մասին։ Սա ամենակարևոր
հատվածն է։ Փաստացի ինքը կրկին ասում է, որ ինքը տեղեկություններ չունի, ինչպես եւ հալյուցինոգեն այդ ցենգերի մասով ինքը այդտեղ էլ խոստովանեց, որ 100%-ով ինչ որ տվյալներ չկան իր ասածի մեջ, այստեղ էլ փաստացի ինքը դա է խոստովանում, որ ինքը չգիտի թե ինչ բանակցություններ են եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ուղղակի իրենք համոզված են, որ նման բան կա։ Ես էլ ուղղակի այնքան բանի մեջ եմ համոզված, որ չեմ կարող այդ ամենի մասին խոսել, քանի որ փաստեր չկա, դրա համար, երբ որ մենք այստեղ խոսում ենք, փորձում ենք ամեն ասացի տակ փաստեր ներկայացնել, որպեսզի չխոսենք ուղղակի մեր համոզումներից։ Եվ իրականությունը իրականում այն է, որ 300,000 այդ ադրբեջանցիների գալու մասին Հայաստան, խոսակցությունները այդ ադրբեջանցիների գալու մասին Հայաստան իրականում ոչ մի հիմք չունեն։ Մենք տեսել ենք խաղաղության պայմանագրի բոլոր կետերը, մենք տեսնում ենք պաշտոնապես բոլոր բանակցությունները Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների միջև, մենք տեսնում եւ հասկանում ենք, թե ինչու Հայաստանի իշխանությունները արցախցիների վերադարձի հարց չի բարձրացնում եւ պարզից պարզ հասկանում ենք, որ հենց պատճառը դա է, որովհետեւ Ադրբեջանը չսկսի պահանջել 200,000, 300,000, կես միլիոն կամ 1 միլիոն ադրբեջանցիների տեղավորման հարց Հայաստանում։ Չեմ ասում վերադարձի, քանի որ իրականում վերադարձի հարց չկա եւ Հայաստանում երբեք 300,000 ադրբեջանցիներ չեն բնակվել։ Այդպիսի քանակություն ադրբեջանցիների Հայաստանում երբեք չի եղել։ Հաջորդը այն է, որ ինքը խոսում է, թե ինչ կան է արել բանակի համար եւ ասում է աշխարհում չկա մեկ հայ, որ ինձ չափ արած լինի հայկական բանակի համար։ Այստեղ էլ ես չեմ կարող վիճել իրեն հետ։ Հնարավոր է արել է, բայց ես գիտեմ, որ բազմաթիվ հայեր շատ բան են փորձել։ Ամենքը իր կարողություններին, հնարավորություններին համապատասխան, բայց դա չի նշանակում այն, որ եթե դու կարողացել ես անել շատ, եթե արել ես բանակի համար, դրա համար էլ ես շատ անգամ զուսպ եմ խոսում, իրականում եթե մարդ ինչ որ մի բան արել է, ես չգիտեմ արել է թե չէ, բայց հաշվի առնելով այն, որ հնարավոր է արել է, դրա համար ես էլ փորձում եմ ավելի կոռեկտ եւ զուսպ արտահայտվել, սակայն ամենակարևորը այստեղ այն է, որ դա ոչ մեկի իրավունք չի տալիս մտնել քաղաքականության մեջ եւ դրա համար պնդել, որ ես ավելի լավ կլինեմ օրինակի համար Հայաստանի վարչապետ, քանի որ ես ավելի շատ եմ արել, իմ նման ոչ ոք այդքան չի արել։ Քաղաքականությունը շատ նուրբ է։ Քաղաքականությունից պետք է շատ լավ հասկանալ։ Քաղաքականությունը միանշանակ բիզնես չէ։ Դա երկրի ղեկավարելու տաղանդ է, խոսելու տաղանդ է, դիվանագիտության տաղանդ է եւ ելի շատ հատկություններ, որ մարդ պետք է իր մեջ ունենա։ Սա է իմ համոզումը։ Հաջորդ հարցը, սիրելի հայրենակիցներ, վերաբերվում է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի դեսպանին արտգործ նախարարություն հրավիրելուն։ Ռուսներին դուր չի եկել Զելենսկու այցը Հայաստան եւ Զելենսկու հայտարարությունները Հայաստանում եւ ինչպես տեղեկացնում է ռուսական արտգործ նախարարությունը, իրենք չափազանց կոշտ ձևակերպումներով պատասխաններ են պահանջել Հայաստանի դեսպանից եւ իրենց բողոքն են հայտնել Հայաստանի դեսպանին։ Այն որ Ալիևը այցելում էր Մոսկվա եւ հակահայկական հայտարարություններ անում Մոսկվայում, մենք նման կերպ չէինք վարվում, չէ՞։ Մենք չէինք ասում, թե ինչու եք դուք Ալիևին ընդունում Մոսկվայում։ Դե չափերը շատ մեծ է։ Հայաստանը փոքր երկիր է, Ռուսաստանը շատ մեծ է, դրա համար իրենց կարելի է։ Իրականում նման բան չկա։ Եթե երկիրը սուվերեն է, կարող է ընդունել նրան, ում ցանկանա։ Այն էլ այդպիսի մեծ գագաթնաժողովի շրջանակներում։ Դրա համար այդ դեսպան հրավիրելուն, նույնիսկ բողոքի նոտաներ, եթե լինեն բողոքի նոտաներ հանձնելուն, մեծ ուշադրություն միանշանակ պետք չի հատկացնել։ Նույնիսկ ես ասեմ ավելին։ Ռուսաստան այսօր այնպիսի ծանր իրավիճակում է եւ մենք դա տեսնում ենք հիմա, որ իրենք չեն կարողանում նույնիսկ իրենց ամենակարևոր շքերթը նորմալ ձևով անցկացնել, ստիպված են սպառնալ Կիևին, նույնիսկ խոսում են, ակնարկում են, թե ատոմային հարված կարող է հասցնել Կիևին հատուկ բլոգերներով եւ չգիտեմ ինչ պրոպագանդիստների միջոցով փորձում են վախ տարածել, բայց մենք բոլորս գիտենք, թե ինչ աղետալի իրավիճակում է գտնվում Ռուսաստանի տնտեսությունը, թե ինչ աստիճանի մեկուսացման մեջ է Ռուսաստանը, մենք տեսանք նաեւ ցանկային երկրների, որոնք որ
մասնակցելու են այդ շեքերթին, միջոցառումներին, հաղթանակի տոնի կապակցությամբ ինչ վիճակի են հասցրել Ռուսաստանի Դաշնությունը, Ռուսաստանի այս իշխանությունները, մենք բոլորը շատ լավ տեսնում ենք այդ տնտեսական անկումները, ինտերնետի համատարած սահմանափակումները, մարդու իրավունքների սահմանափակումները եւ ահա այդ երկիրը ես կարծում եմ եւ գրեթե համոզված եմ, որ ի վիճակի չէ նույնիսկ Հայաստանի պես փոքրիկ երկրի հետ երկարաժամկետ առումով սրել եւ վատացնել հարաբերությունները, քանի որ ահա այդ քայլով ինքը ավելի ու ավելի խորը մեկուսացման մեջ կհայտնվի։ Դրա համար ասել եմ ու կրկին կրկնելու եմ, այն բանից հետո երբ որ 1 ամսից հաղթանակ տանի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի ներկայիս իշխանությունը, Մոսկվայի հռետորաբանությունը շատ արագ կսկսի փոխվել, շատ արագ կսկսի փոխվել, նույնիսկ ավելի լավը կդառնա, քան նախքան նախընտրական շրջանն էր։ Հավատացեք, բոլորս միասին այդ ամենին ականատես կլինենք։ Կարող է առաջի օրերին կամ նույնիսկ 1 ամսվա ընթացքում լարվեն, ավելի կոշտ դառնան, փորձեն ինչ-որ ցնցումներ առաջացնել Հայաստանում, երբ որ կհամոզվեն, որ այդ ամենը չի ստացվում իրենց մոտ, երբ որ բոլոր վտանգները մենք իրենց արտաքին միջամտությամբ մենք կչեզոքացնենք, իրենք ավելի լավ կսկսեն հարաբերությունները կառուցել մեզ հետ, քան մինչև դա էին անում։ Ես սրա մեջ նույնպես համոզված եմ։ Եվ քանի որ անդրադարձանք Ռուսաստանին, ասեմ, որ ի պատասխան Մոսկվայի սպառնալիքներին, որտեղ որ մենք տեսանք, թե արտգործ նախարարությունը Ռուսաստանի, թե պաշտպանության նախարարությունը կոչ էր անում դիվանագետներին դուրս գալ Կիևից, մայիսի 9-ին սպառնում են հարվածներ հասցնել, եթե Ուկրաինան փորձի հարված հասցնել Մոսկվային, ապա մենք տեսանք նաև Զելենսկիի հայտարարությունը, որտեղ որ նա խորհուրդ էր տալիս արտերկրյա հյուրերին, ինչպես նաև բարձրաստիճան հյուրերին չլինել Մոսկվայում մայիսի 9-ին։ Հաստատի նույն ձևով պատասխանել է Զելենսկին Մոսկվային, եթե իրենք խորհուրդ են տալիս դիվանագիտական կորպուսները դուրս բերել Կիևից ամսի 9-ին, ապա Զելենսկին էլ խորհուրդ է տալիս չմասնակցել այդ միջոցառումներին բարձրաստիճան հյուրերին, քանի որ հնարավոր են սուրպրիզներ։ Ամենակարևոր թեման, սիրելի հայրենակիցներ, այսօրվա մեր հաղորդման դա Իրանն է։ Այն բանից հետո, երբ որ Թրամփը տեղեկացրեց, թե հիանալի հեռախոսազրույց է տեղի ունեցել իր եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենի միջև, մաքսատուրքերի հարցն են քննարկել, դրանից հետո մենք արդեն տեսանք, որ ուրիշ բան է տեղի ունենում փաստացի։ Ինչ որ լարվածություն, հրթիռներ են արձակվել Իրանի ուղությամբ, կղզի է ռմբակոծվել, Իրանը ինչ որ հրթիռներ է արձակել, անօթաչու թռչող սարքեր եւ միանգամից փորձեցինք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Առաջինը Fox News-ն է հաղորդել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ռազմական հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ եւ Բենդեր Աբբաս նավահանգիստներին, բայց նույն ժամանակ Fox News-ը պնդել է, որ դա պատերազմի վերսկսում չէ։ Այսինքն այդ հաղորդագրությունից մենք տեսնում ենք, որ Քեշմ եւ Բենդեր Աբբաս նավահանգիստներին Ամերիկայի Միացյալ Նահանգները հարված է հասցրել։ Եվ հարց է առաջանում ինչու։ Եթե հրադադար էր ինչու։ Հետո տեղեկություններ կային, որ Միացյալ Արաբական Էմիրությունները որոշ գործողություններ են իրականացրել Իրանի հարավում եւ կասկածում էին, որ Միացյալ Արաբական Էմիրություններն են գրոհել Իրանի վրա։ Դրանից հետո մենք ստացանք արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության հաղորդագրությունը, որ տեղի ունեցածը վերաբերվում է Հորմուզի նեղուցին եւ Հորմուզի նեղուցի ափամերձ այդ հատվածին։ Եվ այդ հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հարված են հասցրել այն նավերին եւ արագաշարժ փոքրիկ նավակներին, որոնք որ փորձել են գրոհել Ամերիկայի Միացյալ Նահանգների ականակիրների վրա։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հրամանատարության տվյալներով բոլոր հրթիռները, դրոնները եւ այդ նավակները շատ արագ Միացյալ Նահանգների կողմից ոչնչացվել են։ Դրան հետևեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի արագ արձագանքը, նա թեթև չափալախ որակեց կատարվածը Իրանին, բայց նույն ժամանակ նշեց, որ սա հրադադարի խախտում չէ, այսինքն հրադադարը դերևս ուժի մեջ է։ Եվ հետո ամենավերջում մենք ավելի մանրամասն կրկին տեղեկանում ենք Դոնալդ Թրամփի գրառումից կատարվածի
մասով։ Նրա խոսքերով իրենց մի քանի ականակիր փորձել են անցնել Հորմուզի նեղուցով Միացյալ Նահանգների շրջափակմանը միանալու համար, հավանաբար խոսքը նրա մասին է այդ գործողությունը, որ Միացյալ Նահանգները իրականացնում էին ազատության գործողությունը, որը որ դադարեցվել էր, դրա պատճառով հավանաբար Հորմուզի նեղուցում մնացել էին Միացյալ Նահանգների ականակիրները եւ իրենք փորձում էին դուրս բերել եւ դրան փորձել են խոչընդոտել իրանցիները իրենց խելքով շրջափակման մեջ վերցնելով այդ ականակիրները եւ փորձել են խոչընդոտել հրթիռներ են արձակել, դրոններ են արձակել, փոքրիկ արագականած նավակներով մոտենալ եւ մենք տեսնում ենք այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը կրակ են բացել, ոչնչացնելով այդ հրթիռները, իրանական դրոնները եւ արագաշարժ այդ նավակները։ Շատ գեղեցիկ է այդ ամենը Դոնալդ Թրամփը նկարագրում ու նա ասում է, որ նորմալ երկիրը թույլ կտար ականակիրներին անցնել, բայց Իրանը նորմալ երկիր չէ։ Նրանց առաջնորդում են խելագարները, եթե նրանք հնարավորություն ունենան կօգտագործեն միջուկային զենք, այսինքն Թրամփը կրկին պնդել է, որ ահա տեսեք, Իրանը եթե ունենար միջուկային զենք, նրանք դա էլ կօգտագործեին, բայց նրանք երբեք Դոնալդ Թրամփը ասել է այդ հնարավորությունը չեն ունենա։ Թրամփի խոսքերով իրենց 3 ականակիրները եւ հրաշալի անձնակազմ այժմ կրկին կմիանան ծովային շրջափակմանը, որը իսկապես պողպատե ընդդեմ Իրանի։ Կան տվյալներ, որ այդ ծովային շրջափակման մեջ Իրանը կկարողանա գոյատևել մի քանի ամիս, այսինքն օրեցօր Իրանում իրավիճակը ավելի ու ավելի վատ թարանում է, բայց որպես լրացուցիչ տեղեկություն պետք է նաև հայտնեմ այն, որ ըստ տարբեր տեղեկությունների Իրանի երկնքում նաև աշխատել է ՀՕՊ-ը, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները ամենայն հավանականությամբ չեն բավարարվել միայն այդ հրթիռներին, դրոներին եւ արագականաց նավակներին հարված հասցնելով։ Կար նաև տեղեկություն, որ նավթային օբյեկտներին եւս հարված հասցվել է Իրանի։ Կարծում եմ շուտով մենք կիմանանք ավելի նոր մանրամասն կարևոր տեղեկություններ, սակայն կարևոր է մեկ բան փաստել, որ սա հրադադարից հետո ամենամեծ հրադադարի խախտումն է, ավելի ճիշտ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ամենամեծ հրադադարի խախտումն է, բայց ավելի ճիշտ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հրադադարի խախտումն է, քանի որ ընդամենը մի 2-3 օր առաջ մենք ականատես եղանք, թե ինչպես Իրանը հրթիռներ արձակեց Պարսից ծոցի երկրների նկատմամբ ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների Հորմուզի նեղուցում։ Այսինքն սա նշանակում է այն, որ հրադադարը արդեն մեծ ճեղքեր է տալիս։ Հիմնականում այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։